Բարի լույս սիրելիներս, բարի լույս իլավ ժողովուրդ։ Մենք շարժվեցինք, արդեն ճանապարհի կեսնենք իհարկե, գնում ենք Հռոմ, գնում ենք Վենեցիա, պարդոն, Վենեցիայից գնացքով գնում ենք Հռոմ։ Ուրեմն այս քաղաքը, կողքի քաղաքը, որ մենք մնացել ենք, ուրեմն այս կողքի քաղաքը կոչվում է Ջեզոլո։ Այդ Ջեզոլոն Վենեցիայի ամենամոտիկ ծովափնյա քաղաքն է, ձեզ ասել էի արդեն։ Մեր գնացքը ժամը 12-ին է, մենք մի քիչ շուտ ենք դուրս եկել, ավելի լավ մի քիչ շուտ հասնենք, որովհետև չենք ուզում վազվզենք, մանավանդ մոստեր ենք բարձրանալու, որ նենց եմ կարոտել այդ մոստերին, չեք պատկերացնում։ Մտում գնացել էի ծնկերս սրսկել էի, ժողովուրդ ջան, որ լավ քայլեր, այն էլ այդ մոստերը լրիվ փչացեց ծնկերս։ Վերջը, ինչ եմ ուզում ձեզ ասել։ Ասեմ ձեզ իմ տպավորությունը Վենեցիայից։ Վենեցիան մի հրաշք է։ Եվ գիտեք ամենակարևորը որն է։ Ամենակարևորը, որ դուք անցնում ես փողոցով եւ տեսնում ես հայերեն գրված Սուրբ Խաչ եկեղեցի, որ գնում ես Սուրբ Ղազար կղզին ու տեսնում ես ամբողջը հայկական պատմությունը, հայկական գրքեր, հայկական աստվածաշունչ եւ հայ մեր նկարիչները, Այվազովսկու այդ սրահը ուղղակի պետք է տեսնեիք։ Մեր Փարաջանովի նկարը եւ շատ հայ նկարիչներ, որոնք որ նվեր են տվել մուզեի համար։ Ես ցավում եմ, որ չկարողացա նկարել այդ հենց այդ թանգարանը, որովհետեւ արգելված էր։ Դե բնականաբար ինձ թվում է դա բիզնեսի մի նշան է, եթե մարդիկ կան, որ գան նկարեն, ինձ թվում է արդեն տուրիզմը չի գա։ Բայց չկա հնարավորություն չափ տեսակ նկարել էի եկեղեցին եւ այլն եւ այլն։ Հիմա մենք գնում ենք, եթե դուք հնարավորություն կունենաք գաք Հռոմ, Վենեցիա, Վենեցիայի այրոպորտը իջնում եք, ավտոբուսները գալիս են այդ մասը, այդ տուն եք վարձում կամ հյուրանոց, խորհուրդս աշխատեք ձեր տունը լինի այդ կայարանի կողքերը, որովհետև երբ որ դուք արդեն խորանում եք մի քիչ այն կենտրոնը հրապարակի մոտը, դուք կամ այդ ձեր չամադանները, ճամփրուկները պիտի գրգռալով այդ մոստերով հելնեք իջնեք, ահա որ դժվար է, երբեմն այո, այն նավ տաքսիները կան, դա բավականին սուղ է, ասեմ ձեզ, դրա համար աշխատեք այդ մասերը գտնեք եւ հետո ձեր ճամփրուկը դնեք ու ոտքով մագան։ Հետո 2 օր մնալուց հետո ինձ թվում է Վենեցիան 2 օրը բավական է, իմ որպես ճանապարհորդող մարդ, որ ես ամբողջ կյանքս ճանապարհորդել եմ, ես դες ճշմարտություն եմ ասում։ 2-3 օր, ալի, ասենք 3 օր։ Մի օրը Սուրբ Ղազարի վրա, մյուս օրը հրապարակը եւ երրորդ օրը արդեն նստում եք ավտոբուս, հենց այդ ավտոբուսի վокзալի մոտ, գալիս եք այս Ջեզոլո ծովափնյա քաղաքը, հրաշալի քաղաք է, ծովը արտակարգ, տաք եւ այլն։ Հյուրանոցային համակարգերը 5, 4, 3 աստղանոցներ կան, արդեն ամեն մարդ իր բյուջեն է նայում։ Դե բնականաբար մեր մնացած հյուրանոց այնքանով էր լավ, որ դուրսը անձրև էր, կար փակ լողավազան, կար բաց լողավազան, ջուրը բավականին տաք էր, 30 աստիճան, դաժե տհաճ էր ջրի մեջ այնքան տաք էր, ծովը տաք էր, շատ եւ հենց դուրս ես գալի հյուրանոցից ու հյուրանոցում կար սպա մեջը, հյուրանոցից դուրս ես գալի եւ հյուրանոցից այդ ծովափներ։ Հիմա մենք նստել ենք այս Ջեզոլոյից նույն ավտոբուսը, որը որ մեզ տանում է Վենեցիա, 2 ժամ ու կես եւ ժամանակ ունենք, մինչեւ մեկին էլի մինչեւ վեշերը տեղափոխենք մի հատ մոստ պետք է անցնենք։ Ու հետո արդեն 4 ժամ գնում ենք Հռոմ։ Հռոմ կհասնենք երեկոյան։ Եվ այդ օր ուղղակի կգնանք ման կգանք, տարածքը կուսումնասիրենք, ասեմ, որ բավականին քայլելու ենք Հռոմում, բայց ես Ռուզաննային ասեցի, որ իմ կլիենտներից եկել էին Հռոմ, հիմա այս քանի տարի է, Ռուզանը երևի 10 տարի ասում չեմ եղել, նավետներ են արել, որ ամեն մի տուրիստական վայրում նավետները 5 րոպեն մեկ կանգնում են, դու կես ժամը, մի ժամը ման ես գալիս, նորից դու ես այդ նավետը տեղափոխվում ես ուրիշ տեղ։ Հիմա մի հատ Ռուզանին ասեմ, դա ուսումնասիրի։ Մտում նստել եմ դիմացը, երեխեք, ես դիմացը բարակույր են դրել, դեմս է մի հատ մեծ պլակատ են դրել, բան չեմ տեսնում։ Էսի հապարտ։ Մի հատ բարևներ էլ ջան։ Այն էլ Ռուզաննա։ Անին քնած է, Օֆելյան կիսաքնած է։ Այդպիսի բաներ, շատ տպավորիչ ճանապարհորդություն է, շատ ռոլաքսացիա,
Առավոտը 4 թաթով էինք ելնում Բարսելոնում մահճակալից ֆոտկերներից, բայց հետո ասենց է որ մի հատ զավտրիկ էինք անում ու այն մատորը խրած գնում էինք։ Վերջը, հիմա ինչ եմ ձեզ ուզում ասել, երբ որ դուք ճիշտ ձևով եք կազմակերպում ձեր ճանապարհորդությունը եւ ունեք բավականին լավ խումբ, ընկերական խումբ, որ չեք լարվում, մեկը մեկի միած sense հայացքով հասկանում եք, կա հարգանք բոլորի կողմից, կա ժպիտ, ծիծաղ, ինչ ասեմ, հումոր, մնացածը sense են որ sense ակերի վրա ինքն իրան գնում է։ Ինչի՞ է մեր մոտ այս դե ես Օֆելյան, գիտեք, ես Օֆելյան Կարինեն Լարիսան մեր 4 ընկերուհիս մենք իրար հետ 24 ժամ ապրել ենք, անգամ ավելի շատ ենք իրար հետ ապրել են հասուն տարիքում, քան 7-ի վրա, այո, քան մենք մեր ընտանիքների հետ։ Ես չեմ կարող սա ասել ընկերու երեխեք ջան, մենք ուղղակի քուր ենք, ուրիշ հորից ու մորից։ Մնում է հիմա ափսոս մեր երկու ընկերուներն էլ չկան, բարև Լարի ջան, բարև Կար ջան։ Համենայն դեպս շատ տխուր է լինելու բաժանումը, բայց ինչ արած, կյանքն է դա։ Հիմա այնքանով է լավ, որ կա ինտերնետ, կա WhatsApp, կա վիդեոզվանոկներ, կարողանում ենք խոսել միասին։ Երեք մի հատ բլոգերի էին, պատահաբար ես մի հատ ռուս բլոգերների եմ նայում, պատահաբար տեսա մի հատ հայ աղջիկ, հայ բլոգեր, հիմա եթե կարող եք դառնալ ասել բլոգեր, բանը, մեկ վատ բաներ էին գրել, բայց մեկը գրել է նկարել չգիտես մի նկարի, իրոք երեխեք երբեմն անենց են նկարում, ոնց որ նավի վրա են կռուիզի ժամանակ սեն, չէ, Վենեցիայի են գոնդոլները լինի, գլուխդ պտտվում է, չես կարողամ սիրտդ խառնում, ով գոնդոլ չնստամ։ Ես ասեմ ձեզ, ես դավիրա չի անում, այդ գոնդոլի բոլոր վարորդներ կարող եք ասել, մի 40 կիլո, պատկերացեք, եթե ես նստեի գոնդոլին, գոնդոլը շուր էր գալիս այդ մարդն գլխի վրա։ Ասցի ավելի լավ է համին կյանքը փրկեմ համ այդ մարդու նկատակ եք անում, գոնդոլի հեչ կարիք չունեին։ Բայց եթե կգաք ձեր զույգերով ռոմանտիկ նստեք գոնդոլ ու այսպես կողքերը նայելով ասեք վաու, տենց էլի որ տուրիզմ եք էլի եկել։ Ատել Անահիտը, դանկել Անահիտը սիրելիներս, հեսա շուտով հասնում ենք, կներեք շարժել համարել, որտեղ ես եմ շարժում։ Այդպիսի բաներ, հիմա տեսնենք Հռոմի տպավորությունը։ Ասեմ ձեզ չեմ թաքցնում, Իտալիա չի եղել, ինչու՞, որովհետև մենք որ գնում ենք միշտ հանգստը, գնացել ենք հանգստանալու, մենք Իսպանիայի կոտն ենք գնում, որովհետև մենք ավելի մոտիկ ենք Իսպանիային։ Ընդհանրապես Իսպանիան էինք գնում, որովհետև ճանաչու Ալիկանտ, ինքնաթիռով նստում գնում ենք Ալիկանտ։ Բայց մի հատ բայց ասեմ։ Իտալիան չենք եղել, որովհետև Իտալիա բասկետբոլային ուժեղ թիմ չի եղել։ Իտալացիներն այդքան ուժեղ չեն եղել բասկետբոլ։ Իտալիա։ Եվրոպա։ No, Կուբրանկեցին, Վանում, Ֆրանսիայում, հա։ Չէ, մենք կիսա եզրափակիչ ենք։ Մենք անցանք, բայց Սամալյոտից ուշացանք, չես հիշում։ Սամալյոտից Ֆրանսիա ուշացանք, Միրանդ, հա։ Հետո արդեն այդ պայսքին չգնացինք, բայց հա, որովհետև իրան ձև էր տալի, մենք բոլորին հաղթելով գնում ենք։ Հիմա ասեմ, պատերազմական երկրից բացի, անցավ մի տարի հետո ես հանդիպում եմ Ֆրանսիայի հավաքականի մարզիչին Ալեն Ժաղդելին, ով որ այդ ժամանակ այդ Միրանդի մարզիչն էր։ Ու գիտես ինչ ասեց Օֆո։ Ինձ ասում է դուք պիտի գայիք խաղայիք մեր հետ, ինձ զանգեցին ասում այրոպորտից, որ մենք խաղը հետաձգենք Կիրակի, հիշում ես շաբաթը։ Ես չուզեցի, ասում, չցանկացա։ Ու գիտես Օֆո, իրանք պատժվեցին։ Մի տարի հետո այդ թիմը լրիվ քանդվավ, այդ խաղակի թիմ չեղավ։ Վիշի լիգա փող չունեին, լրիվ տանուն տվեցին։ Այդ մարզիչին ասի Աստված ձեզ պատժեց։ Ասում է, որովհետև մենք վախեցանք, մենք գիտենք, որ դուք եք հաղթելու։ Ու մենք չգանք, կիսա եզրափակիչ ենք, մենք պիտի գայինք այդտեղ, հետո դրանց Իտալիա ու Իսպանիա, որովհետև իսպանացիներն էին շատ ուժեղ։ Вы знаете, что, девчат, ռուսերենի անցա էլի, մեզանից բոլոր, մենք կարկ էինք, մեր հասակը կարկ էր, մեր թիմի հասակը։ Ամենաբոյովը Էման էր, չէ։ Այդ ժամանակ Էման չկար, Կարինեն էր, չէ, Էման կար, ոչ չկար, Էման են բոյով Էման, 1.90 կլիներ, հա, ամենակարճը Օֆելյան էր, 1.72, մեր խաղացնողն էր ինքը, ռազիգրովիչին էր ինքը,
ու մենք այդ կարճ ասակով դե կարճ ձեր համար կարճ չենք, որտեղ մենք բոյով ենք, բայց արտասահմանյան այդ բանի այդ լիգայի մեջ մենք այդպես խաղ չկար, որ մենք չհաղթեինք, որովհետև մենք խորաման հայ էինք եւ մեր մարզիչը շատ ուժեղ ֆենոմեն էր, ֆանատիկ էր, Աստված հոգին լուսավոր։ Ասում եմ ինքը մի քիչ դժվար մարդ էր, անդադ վրեքների ջղայնանում անպատում էր, բայց հիմա որ sense հետ եմ նայում, ասում եմ եթե դիսցիպլինա չլիներ, հաղթանակ չէր լինի։ Իմ վրա որ ջղայնանում էր երեխեք, ուրիշ բան չէր ասում, որ ազգանունս ասում էր, ես արդեն սկսում էի դողդղալ։ Հա, փոփյան։ Իսկ նենց որ լավ էր, դա Սանայիդ էր ասում։ Օֆիլա քեզ ինչ էր ասում։ Ով քո վրա ջղայնանում էր, ճոլախին։ Գլուխդ գրինքով։ Երեխեք խապում է։ Խապի խաղի ժամանակ, այնց էր գոռում, ղուրում իշտված վազում էր։ Օֆելյան մեկ Օֆելյան ասեմ ձեզ երեխեք, ինքը լավ 3 միավոր էր գցում, բայց քանի որ ինքը ռազի գրվեշ էր, խաղացող էր, ինքը հիմնականում մեզ էր խաղացնում, որովհետև ինքը իրավունք չուներ անդադ գցեր, այսինքն ինքը պիտի գցեր, որովհետև մեկ օղակի տակից շփրտում էինք իրան գնդակը, որ ինքը գցեր։ Բայց ինքը ընդհանրապես Օֆելյան բնավորությամբ ինքն իրան թերագնահատող ա եղել միշտ, բայց շատ ինքնավստահ ա եղել, ասեմ ձեզ։ Մենակ իր այդ վարում որ ես գալիս են գետաշենցի են օֆոյինք երեխեք, ոնց որ գետաշենի պատերազմին կարծես սրանց։ Հետո մի բան էլ ձեզ ասեմ, եկե խոսքը բասկետբոլի մեջ ընդհանրապես այս իրանման այդ խաղացողները բավականին ճլորած նիհար են լինում։ Մեր Չոլախյանը միշտ ասում էր, մեր լավ էն էր, որ մեր ռազի գրոշին մոշնի աղջիկ էր, ինքը որ վարում էր իր ձեռից գնդակ չէին կարող խլեին, բատնենց էր խփում, ես կոնկով թռնում էին սա։ Էրն է կետորերով։ Իսկ հիմա ժողովուրդյան չենք կարող 2 քայլ անենք։ Էս էլ մեր առավոտվա արկածները продолжается։ Ռուզանը քնեց, խեղճերը երեխեք առավոտ կանող զարթնում են։ Տեսա, օֆը սաղ Fiat-ա։ Օֆն չգիտեր, որ մենք եկել ենք Fiat-ի երկիրը, իտալական մեքենաներ են Fiat-ները։ Չէ, լիքը Audi եկա։ Այնպիսի բաներ, դե ինչ սիրելիներս, մենք ինձը հասնում ենք արդեն, հետո տեսնենք արդեն, յատեր Աստված։ Մի հատ պակա ասեք ժողովուրդ։ Ժողովուրդ ջան նստեցինք Հռոմի գնացքը, ասեմ ձեզ երեխեք, իրոք մակարդակա, չգիտեմ սա տեժևի է, թե չէ, հիմա մենք մոստի վրով ենք ասում, ծովի վրով, դուք պատկերացնում եք, եթե մոստից մի քիչ շեղվի, ընկնում ենք սաղը ջուր, երեխեք ժիլետներ թակել եք, ով գիտես ժիլետ են տվել, այս տակը ժիլետ կա սրա տակը։ Ես հակել եմ։ Ռուզար ժիլետը տուր է։ Օֆտային եմ տվել։ Ով դու եկած ժիլետ վերցա, ցավը տալու։ Դե համար չէ։ Մեկը ոտների, մեկը գլխի հատված եմ ես։ Ժողովուրդ ջան, ահա նայեք տեսեք մեր խելոք։ Չարեն չար է, չեն կամ թե կապերը աղոտ։ Երեխեք մի շապատվա մեջ քոքերն աճեց։ Քոքերս աճեց։ Չէ դե կոնը դու բալա ջան դու ջահել ես ինչ էլ լինի մերը որ աճում է դառնում ենք տատիկ։ Ուրեմն երեխեք ջան Օֆելյան միայն եւ միայն պիտի արագընթաց գնաց լինի որ նստի։ Օֆո ջան, պրիվետ։ Մարիամն է շնորհավորում։ Մարիամին բարևի իմ կողմից, բարև Մարիամ ջան։ Երեխեք նայեք նա ծովը, հրաշք, մեհրայք։ Մտցրված է, էնի չեր մտնում, էնի գնում գալիս էր։ Գիտես ինչ է ռուզ։ Այդ ուզում եմ տեսնեք ես գեղեցկությունը, մենք հեսա մեզ մնացել է մոտավորապես 40 րոպե եւ ուղղակի ինչ ասեմ բնությունը հրաշք է։ Սկզբից եկանք Ֆլորենցիայից հետո մյուս կանգառը Հռոմն է լինում։ Ճիշտ ասած չէի պատկերացնում այս աստիճանի կանաչ, դե բնականաբար Իտալիան համարում է շոկ երկիր, տաք,
Հլնայք այդ խաղողի այդ վազերը, խաղողը տեսար է Էլմիր, ամբողջը խաղող է։ Ինքան կցանկանա, որ մի գեղեցիկ օր Էլմիրան ճիշտ է ասում, մեր Հայաստանն էլ լինի, ասես լիքը կանոնչ, գյուղատնտեսությունը զարգանա, մարդիկ ապրեն։ Սրանք էլ բան են, ֆոտովոլտաիկներ են, գիտես չէ, արևային, հա։ Հլնայք ինչքան հրաշալի է ժողովուրդ ջան։ Ափսոս որ շուտ կինո էի նայում, մոռացել էի նկարել։ Տեսնես սա ինչ է։ Գինու գործարաններն էին ձելաթում, այս մեծ լես հսկայական շինությունը նայի։ Դե գիտեք, Իտալիայում հիմնականում գինեգործությունն է շատ ուժեղ եւ մի հատ կինո էի նայել, այնքան լավ կինո էր, շատ ռոմանտիկ։ Իտալիայի գինեգործը պատահաբար ծանոթանում է մի հատ աղջկա հետ, աղքատ ընտանիքի, աղքատոնա սովորական, հլստեղ նայեք երեխեք լեզ բնությունը նայեք, զմայլվեք։ Ես գնացք չեմ սիրում նստել, բայց այս գնացքը ինչ ասեմ, ոնց որ կվարտիրայում լինես, ոտքերի տեղը լայն։ Իհարկե Ռուզաննան ինձ թվում է վերցրել է մեզ առաջին կլաս, ոչ թե ինձ թվում է 100%, որովհետև շատ կոմֆորտ եւ անդադ մատուցում են սուրճ, խմիչք եւ այդ ամպի է, փակեց։ Եվ այդ ամեն ինչը մտնում է գնացքի բանի մեջ, այդ սերվիզի մեջ։ Հենց որ երեխեք ջան, իմացած եղեք Վենեցիայից Հռոմ 4 ժամ, 4 ժամ թե 4 ժամ հոգես։ Շատ գեղեցիկ է։ Մեր ավանտյուրան հռոմյան սկսվեց։ Եվս մեկ անգամ բարի երեկո, մենք բոլորս արդեն հայտնվել ենք Հռոմում։ Տունը հրաշալի շենքն է, ցույց Հələ նայեք այդ վերքերը, այդ ժալուզները, ամբողջ պահպանված է։ Ես ինձ թվում է Փարիզում էլ անում, ոչ թե ինչ թվում է հաստատ, որովհետև իրավունք չունեն արխիտեկտուրան իջացնել։ Բայց ես մի բան կարող ասեմ, մեր Հայաստանում կան այսպիսի լավ շենքեր, ուղղակի պետք է պահպանվի գեղեցկությունը, բալկոններ չպետք է ավելացնել, առաջ չպետք է գնալ։ Ես որտեղ որ մնում եմ, Երևան որ գալիս եմ, դեռ չեմ փողոց, բայց մի շենքեր, հիշեցի, ձեթի Վարշավյանոցի այդ շենքերը, Աբովյան փողոցի, ունում ենք հիմա բոլորս Օֆելիա ջան, մի հատ անջատի բարես բան ասեմ, որ ահա եւ մեր սիրելի Հռոմը, ես շատ էի երազում որ լիներ, եւ ես դες մենակ մի բան կասեմ ժողովուրդ ջան, կյանքում երազեք, դա փողով չի, երազեք, միգուցե երազելով մենք ավելի ոնց որ, ինչ ասեմ, կապնվում ենք երկնքի հետ ու ուզում ենք լավը, պոզիտիվը, երբեք մի մտածեք նեգատիվ, երազեք միայն պոզիտիվ բաների համար, պարկեք ձեր մահճակալի վրա, ձեր դիվանի վրա և զբաղվեք դիվանագիտությամբ, ինչպես Անահիտը, և երազեք։ Հիմա էսա, մեր Անինը այսօր օպերատորը շատ արտակարգ երեխան նկարում է, շատ զգուշ և աբսոլյուման չի շարժում, Անի ջան, գնա առաջ մեղրեմ, դու գնա նկարի, ես Օֆելիան հետևից կգանք։ Սիրելիներս մենք հասանք, իջանք ներքև, հաց կերանք, բավականին գեղեցիկ ռեստորան էր, չկարողացա նկարել, մեր տանտերը խորհուրդ տվեց եւ իրոք շատ լավ պիցերիա էր, պիցերիա չէ, ռեստորան էր, մենք պիցա վերցրեցինք եւ վերջապես այս 6 օրվա մեջ մենք կերանք իսկական իտալական պիցա եւ փայտի բառարանի մեջ էլի պատրաստած, չնայած ասեմ ձեզ, որ սալատներ են շատ լավ, ամեն ինչ լավ, հիմա մեզ ասել են, որ այստեղ մի հատ լավ մարոժնիանոց կա, եկել ենք պաղպաղակ ուտել մարոժնի, հետո պաղպաղակ։ Իսկ սիրուն է երեխեք, Հռոմը դա մուզեյ երկնքի տակ, նա խնդրում եմ նայեք։ Սինեմա, կինոյի դալիչն է և այս հրաշքը։ Մետրո, ես նման, Երևանին նման, չէ երեխեք։ Երիտասարդ աղջիկները, իսկ սա մենք ենք, սիրելիներս։ Ժողովուրդ ջան, մի հատ խնդրում եմ ես կաֆեն նայեք, զոնտիկներ ինչքան օրիգինալ բան է, շատ սիրուն, մակրամեյով,
Հիմա մենք իջնում ենք մի քիչ ավելի ասեն ինչքան ժամանակա քայլում ենք շատ սիրուն է իրոք Հռոմի շենքերը Հռոմի փողոցները ինձ դուր եկավ լավն է դե բնականաբար բոլորս է գիտենք Հռոմը մնում է Հռոմ այնքան է ժողովուրդ կա ես մի հատ ահա եւ Հռոմի ճանաչված ֆոնտենը դե Տրևիի ֆոնտենը բայց այսօր ջուրը չկար ափսոս ժողովուրդ ջան սա մի հրաշք է սա պետք է տեսնել այսքանով ուզում եմ ավարտել իմ վլոգը այս հրաշալի տեսարանով ցանկանում եմ ձեզ բարի դիտում չմոռանաք լայքերը չմոռանաք կիսվեք ձեր ընկերների հետ որպեսզի մեր ալիքը չեմ ասում իմ քանի որ սա մերն է մեր ալիքը ավելի բարգավաճի եւ ես ավելի մոտիվացված ձևով բլոգներ դնեմ ինչ ասեմ սիրելիներս եղեք առողջ եղեք ուրախ ես դա եմ ձեզ ցանկանում համբուրում եմ ձեզ սիրում եմ ձեզ եւ ինչպես ճիշտ ասում պակա